Ոտքի Հայաստան ընդդիմադիր նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանի գործը հասավ դատարան։ 2016 թվականի հուլիսի 31-ից կալանավորված Անդրեաս Ղուկասյանը միայն զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար չէ, որ մեղադրվում է։ Նրան մեղադրանքի առաջադրվել նաև նրա համար, որ փորձել է միանալ բարեկապահական ծառայության գունդը գրաված եւ այնտեղ պատանտներ պահող Սասնա ծռեր խմբին։ Մինչ դատական նիստը սկսել է, դատավոր Վարդան Գրիգորյանը ցավակցեց Անդրեաս Ղուկասյանին հոր մահվան կապակցությամբ։ Դատական նիստը սակայն շատ կարճ տևեց, նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը գտնվում էր արձակուրդում եւ վերադառնալու է օգոստոսի 16-ին։ Մեղադրող Պետրոս Պետրոսյանը հիշեցնում է, Անդրեաս Ղուկասյանը եւս մեկ պաշտպան ունի՝ Ինեսա Պետրոսյան։ Դատավորը պարզաբանեց, որ նա վաղուց չի մասնակցում քննչական որևէ գործողության։ Հիմնականում մասնակցել է Մեժլումյանը։ Որը հրաժարում չունենք ամբաստանյալի կողմից Ինեսա Պետրոսյանից։ Որքանով ես տեղյակ եմ, Ինեսա Պետրոսյանը հանդիսանում է Կարեն Մեժլումյանի կինը եւ նրանք երկուսով գտնվում են արձակուրդում։ Մեկ տարուց ավելի կալանավորված Անդրեաս Ղուկասյանն այսօր ցանկանում էր հայտարարությամբ հանդես գալ։ Հայտարարությունը կապված է նախնական քննության ընթացքում նրա իրավունքների պահպանումների եւ քրեադատավարական օրենքի խախտումների։ Դատավոր Վարդան Գրիգորյանը գտավ, որ նման քննարկումը պետք է անցկացվի դատավարության բոլոր մասնակիցների ներկայությամբ։ Հաջորդ դատական նիստի օրվա եւ ժամի մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ։